Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակելով լուսանկարներ հայտնում է, որ այս գիշեր ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Երևանը նաև հերքել է մարտի 30-ին և 31-ին կրակ բացելու մասին Բաքվի պնդումները։ Գյումրիի ընտրություններում որևէ քաղաքական ուժ չի կարողացել 50+1% հավաքել իշխանություն ձևավորելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքացիական պայմանագիրը, Կոմկուսը, Մայր Հայաստան դաշինքը, Իմ հզոր համայնք կուսակցությունն ու Մեր քաղաքը դաշինքը։ Ընդդիմադիր երկու ուժ Մայր Հայաստանն ու Իմ հզոր համայնքը արդեն հայտարարել են, որ պատրաստ են առանց որևէ նախապայմանի քվեարկել առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած Մեր քաղաքն առայժմ լուռ է։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի Միասնություն դաշինքը, երկրորդ տեղում քաղաքացիական պայմանագիրն է։ Պաշտոնական այցով Երևանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Երևանից հետո Գերմանիայի նախագահը մեկնելու է Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահին։